թույլ տված անձանց նկատմամբ կազմվել են թվով 808 արձանագրություններ, մասնավորապես քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում թվով 240 արձանագրություն, առևտրի և ծառայությունների բնագավառում թվով 568 արձանագրություն, կազմակերպվել են մոտ 10,5 տոննա վաճառվող ապրանքատեսական ու արգելման գործընթացներ, ներկայումս թվով 336 վարչական երևախախտման փաստերի կապակցությամբ իրականացվում են համապատասխան վարչահարություններ։ Տեղեկացնում նաև, որ կազմակերպվել և իրականացվել են թվով 28 ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքներ։ Ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական երևախախտումների վերաբերյալ կազմվել են թվով 2160 տուգանքի որոշումներ։ Անցկացնելով համատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ վարչական երևախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 140-ով, առգրավված ապրանքատեսական ու քանակը ավելացել է 2 տոննայով, իսկ հանրային տրանսպորտում կայացված տուգանքների որոշումների քանակը ավելացել է 1883-ով։ Միաժամանակ հայտնում է, որ 2026 թվականի հուլիսի 11-ից 15-ին Ծառայության և ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ Երևան քաղաքի վարչական տարածքում ոչ սահմանված տեղերում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում առանց համապատասխան իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ոստիկանության համապատասխան բաժիններ են բերման ենթարկվել թվով 20 անձինք, և որոնց վերաբերյալ ծառայության կողմից կազմվել են արձանագրություններ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 3. Ներկայացնել տեղեկատվություն Մայրաքաղաքի վարչական տարածքում ապօրինի կրպակների ապամոնտաժման, ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 646 գովազդ, այդ թվում 23 ցանցային և 623 վահանակներ։ Նշեմ նաև, որ Աչեփնեկ վարչական շրջանի կողմից ապամոնտաժվել է թվով 1 վագոն տնակ։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ ապամոնտաժված գովազդների թիվը նվազել է 276-ով։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 4. Զեկուցել Մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Ներկայացնել տեղեկատվություն 4-րդ ռիսկայնություն ունեցող ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի շինարարության ընթացքում անհրաժեշտ փոշեկլանիչ ցանցերի կամ օդի աղտոտվածությունը չափող, ինչպես նաև խոնավացնող սարքերի բացակայության հիմքով իրականացված վարչարարությունների և դրանց հիման վրա կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների մասին, ձեռնարկել համապատասխան միջոցներ խախտումներ թույլ տվող կառուցապատողների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ և զեկուցել։ Հարգելի պարոն քաղաքապետ, սույն հանձնարարականի շրջանակներում տեղեկացնում եմ, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 85 արձանագրություն, որից թվով 12 աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 31 աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, թվով 42-ը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից, որից 15-ը Աչափնյակ, 1-ը Ավան, 5-ը Արաբկիր, 1-ը Դավթաշեն, 1-ը Էրեբունի, 11-ը Կենտրոն, 2-ը Մալացիա Սեբաստիա, 1-ը Նոր-Նորք, 1-ը Շենգավիթ, 4-ը Քանաքեռ Զեյթուն։ Արձանագրություններ չեն կազմվել Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 26-ով։ Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով կազմվել է թվով 15 արձանագրություն, որից 12-ը հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 1-ը Կենտրոն, 2-ը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 3-ով։
Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 80 արձանագրություն, որից թվով 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության ողի վերահսկողության վարչության կողմից օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով, թվով 54-ը կազմվել է աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը փոշեկալանիչ ցանցերի և 4-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի կողմից կազմվել է թվով 24 արձանագրություն, որից 2-ը Աջափնյակ, 3-ը Ավանդ, 10-ը Արաբկիր, 2-ը Դավթաշեն, 2-ը Կենտրոն, 1-ը Մալացա Սեբաստիա, 2-ը Նորնորք, 2-ը Քանաքեռ Զեյթուն, որից 13-ը փոշեկալանիչ ցանցերի և 3-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Արձանագրություններ չեն կազմվել Էրեբունի, Նորք, Մարաշ, Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 52-ով։ Շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու դեպքերով կազմվել է թվով 4 արձանագրություն աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից և թվով 1-ը Աջափնյակ վարչական շրջանի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 3-ով։ Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ուղղությամբ իրականացվել է ինքնակամ կառուցված շինությունների, ավտոտնակների և կրպակների թվով 58 ապամոնտաժման աշխատանքներ, որից 15-ը իրականացվել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համատեղությամբ, 4-ը Աջափնյակում, 3-ը Կենտրոնում, 7-ը Մալացա Սեբաստիա, 1-ը Շենգավիթում, իսկ թվով 43 ապամոնտաժման աշխատանքներ իրականացվել են վարչական շրջանների աշխատակազմերի կողմից իրանց նախաձեռնությամբ, 5-ը Աջափնյակում, 2-ը Քանաքեռ Զեյթունում և 36-ը Արաբկիրում։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ ապամոնտաժման աշխատանքների թիվը ավելացել է 26-ով։ Այսքանը, պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, այս տեմպը կարծում եմ պետք է պահպանվի, մինչև իսկ մենք չսկսենք տեսնել, որ փոշեկալանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև որ մենք չսկսենք տեսնել, որ արվող շինարարությունները քաղաքում լինի ենթակառուցվածքային թե շենքերի կառուցման, պահպանում են ավագանու որոշման բոլոր կանոնները, այսինքն այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն։ Հաջորդը։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ Հոակին հանձնարարական համար 9 զեկուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի նոր ռազմաբազայի շինարարական աշխատանքները թվով 6 մասնաշենքերում բոլոր աշխատանքային ֆրոնտներում համաժամանակյա իրականացվում են ինտենսիվ, տարբեր մասնաշենքերում, տարբեր ծավալի և տարբեր բնույթի աշխատանքներ են զուգահեռ իրականացվում, հաշվի առնելով նաև կառուցման ակնկալվող ժամկետները։ Մասնավորապես, օրինակ, բոլոր մասնաշենքերում այս պահին ներքին միջնորդների կառուցման աշխատանքներն են ընթանում, 4-րդ մասնաշենքում մինչև 40% կատարողական, 5-րդում 50, 6-րդում 60, ստորգետնյա հարկերում բոլոր մասնաշենքերի այս պահին նաև ներքին հարդարման աշխատանքներն են իրականացվում։ Տարբեր մասնաշենքերում, վերգետնյա հարկերում պատերի առաստաղների սվաղի աշխատանքները կատարված են 90-190%-ով մինչև։ Առաջին և երկրորդ մասնաշենքերում տանիքների մետաղական կոնստրուկցիաների տեղադրման մոնտաժման աշխատանքներն ընթացքի մեջ են, առաջին մասնաշենքում ավարտված են 70%-ով, երրորդում գրեթե ամբողջությամբ։ Այսինքն արտաքին ջերմամեկուսացման և գոլորշիա մեկուսացման աշխատանքների մասով երրորդ, 6-րդ մասնաշենքում կատարողականը մինչև 80%, 5-րդում 60%։